Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն է, բարև ձեզ, Սիմոնյան, ձեր կուսակցությունը առաջին մասնակցությունը ունենալով 30,000-ից ավելի ձայն ստացավ խորհրդանական ընտրություններում, թեև դուք, նաև ձեր համակիրները, նաև որոշ վերլուծաբաններ ձեզ տեսնում են խորհրդանում, սպասում են, անցան ուժեր, որոնք իրենց խոսույթով, տեսեք, Փաշինյանեն եւ ունեն եվրոպական շեշտադրումներ, այդ օրենքը ԵՄ անդամակցության մեկնարկ նախատեսող իրենք են ընդունել եւ ասում են շարունակելու են եվրոպականացումը, այսպես ասենք, եւ անցան ուժեր, որոնք ավելի հակված են դեպի ռուսական քաղաքականությունը, չգիտեմ, ասենք Փաշինյանին օրինակ մեղադրում են Ռուսաստանի տնտեսական պատերազմ սադրելու մեջ, ինչու Ճիշտ է արդյոք հարցը այսպես դնել, ինչու ձեր կարիքը չտեսան, հա, նկատի ունեմ դուք եվրոպական ինտեգրումը շատ կոնկրետ, պես անդամակցությունը դրել եք օրակարգում, թե Փաշինյանենք են այդ օրակարգը վերցրել, ինչն էր ձեր արդյունքի պատճառը, այսպես ձևակերպենք, հա։ Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ այդքան ինֆորմացիոն աղմուկի համատեքստում Հայաստանի Հանրապետությունում հոծ բազմություն գտնվեց, որ այնուամենայնիվ մեզ հավատաց Ես իմ սրտի խորքից շնորհակալությունն եմ հայտնում եւ ասում եմ, որ այդ ձայները, որոնք որ մենք ստացել ենք, մեր գլխից բարձր պահած տանելու ենք այս ընթացքում։ Սա պարտավորեցնող է եւ սա կարգավիճակ է։ Ընդ որում 18 մասնակից քաղաքական ուժերի համատեքստում 6 քաղաքական ուժ ստացավ կարգավիճակ, որոնցից մեկը Հայաստանի Շնորհապետական կուսակցությունն է։ Ցավոք սրտի չանցանք ազգային ժողով եւ ամսի 8-ին ես ոչ թե չարությունից դրդված իմ քաղաքական հայտարարությունը արեցի, որ մենք ճանաչում ենք ոչ լեգիտիմ այս ընտրությունները, որտեղ ես շատ լավ գիտեմ քաղաքական բարեկրթության կանոնները, պատշաճ իրավիճակների պայմաններում մենք նաեւ պարտվել գիտենք, նաեւ շնորհավորել գիտենք հաղթող կողմին, ով ուզում է լինի, եթե պատշաճ պայմաններ է ստացվում։ Բայց արի ուտես, քանի որ պայմանները որպես այդպիսին պատշաճ բնութագրելը աճպարարության նման մի բան է եւ առաջին հերթին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական գործընթացների մեկնարկով պայմանավորված ծնեց եւ բուծեց ընդդիմության այնպիսի իրավիճակ, որը որ ռուսական ուղությունից այս կողմ չէր լինելու։ Եկեք չմոռանանք, որ բիզնես դաշտից քաղաքականության դաշտ ճանապարհ հարթեց Սամվել Կարապետյանին հենց Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև այն արտահայտությունը, որի համար վարույթ նախաձեռնեցին ու բանտ նետեցին, իմ կարծիքով ավելի adekvat բնութագրելու պարագայում դա բանտ նետելու արտահայտություն չէր։ Իրենց ձևով կարող ենք հասկանանք բիզնեսմենն է բիզնեսի մեթոդով։ Առևտրի մեթոդով։ Միտումնավոր էր այդ Այո, ես կարծում եմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ նա ստեղծեց ընդդիմության այն կարգավիճակը, գլխարկից հանեց Միկի Մաուս եւ Ռոքֆելեր, որպեսզի կարողանա ժողովրդին կեղծ ընտրանք ներկայացնի։ Հիմա ինչով էր դա բացասական, նրանց հաշվարկով ըստ իս, ես իհարկե ներքին խոհանոցի տեղեկատվությանը ծանոթ չեմ, բայց այս միակ տրամաբանական բացատրությունը այսպես եմ գտել, որ նրանց հաշվարկով նախկին վհուկները, որոնցով որ նրանք կարողանում են միշտ հաղթողի կարգավիճակում հանդես գային, այլևս չեն կարողանում գործ առնվել, թեպետև մնացին քաղաքական դաշտում, թեպետև առաջադրվեցին ու պետությունը դրան որևէ խնդիր չտեսավ այդ հանգամանքի մեջ։ Եվ անհրաժեշտություն առաջացավ ձևավորելու մի վհոկի նոր տեսակ, որը լիարժեք մաքուր չի, աֆիլիացված է եւ նրանց հետ, եւ դրսի ուժերի հետ, որելի դու շահեկան կարգավիճակում հանդիսանաս, առավել եւս երբ որ դու տեսնում ես, որ բոլոր մոտեցումներով ռետորաբանությունից սկսած մինչեւ քաղաքական ենթակառուցվածքներ այդ ուժը ինչքան էլ միլիարդներ ունենա, քո արած դրածին 8 տարվա ընթացքում չի հասնի քո ենթակառուցվածքին, կադրային կապիտալին, խոսույթին եւ այլն։ Հիմա եթե Սամվել Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանին դուել հայտարարենք բանավեճի, Նիկոլ Փաշինյանը պարզ է ինչ կանի։ Սամվել Կարապետյանը երկու խոսք իրար կողք չի կարողանում կապի։ Հեչ որ չի պոպուլիստական արտահայտություններով Նիկոլ Փաշինյանը ավելի համակրանք կվաստակի։ Հետևաբար նմանատիպ ուժերի կարիք ուներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որ adekvat հաշվարկը ըստ իրենց ստիպեց, որ նրանց նետեն քաղաքական դաշտ։
Այսինքն նրանց կողքին ավելի adekvat երևալ ընտրողի Չէ, ընտրողի համար ստեղծել կեղծ ընտրանք, որpիսի այն ուժերը, որոնք որ հավասարարժեք են եւ շանս ունեն եւ մաքուր էին, այդ քանակությամբ ռեսուրսներ, հնարավորություններ չունենան, որ կարողանան իրական այլընտրանք դառնան, տեղավորվեն իրական այլընտրանքի դաշտում։ Փողը մեծ դեր կա դրանից մաս։ Սարսափելի, բայց այստեղ միայն փողով չի, որտեղ շնորհապետական կուսակցությունը, եթե դուք նկատեցիք, 1 միլիոն դրամից ավել ծախսեր կատարած կուսակցությունների շարքում վերջի տեղով էր ընթանում, բայց ընտրությունների վերջնարդյունքում 6-րդ տեղով անցանք, որպես այդպիսին կարգավիճակ ստացած։ Այսինքն մենք շատ փող չդրեցինք։ Ծիծաղելի թվերի մասին էր խոսքը, այն թվերը, որը որ շնորհապետական կուսակցությունը նախընտրական գործընթացներում աշխատացրեց, բայց մեր քաղաքական կապիտալը ահռելի էր։ Դուք պատկերացնում եք, եթե մեր քաղաքական ուժը հնարավորություն ունենար մեդիա դաշտում, տեղեկատվական տիրույթում, PR իրավիճակներում, անհրաժեշտ խմբեր վարձակալելու համատեքստում եւ այլն։ Դուք անհամեմատելի եք այդ իմաստով, համեստ կարողություններով, համեստ բառը շատ համեստ բառ է։ Շատ համեստ բառ է, այս կարգավիճակում ես էլի ուրախությամբ խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում եւ ասում եմ, որ այդ կապիտալը գետնին չի մնալու, մենք գլխից բարձր ենք պահելու եւ աշխատելու ենք, հիմա արդեն մեր գործընթացները ծավալվում են։ Մյուս կարևոր հանգամանքը Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած մոտեցումների դա պատումներն էին, նարատիվները։ Մեզ ընտրեք, այլապես պատերազմ կլինի։ Այդ դեպքում եթե դու չես պատերազմա լինում, ստացվում խաղաղություն չկա հիմա եղբայր։ Խաղաղությունը այն պարագայում է, երբ որ դու կաս, չկաս, միևնույնն է խաղաղությունն է։ Եթե քեզնով է պայմանավորված, խաղաղություն չկա գետնի վրա։ Երկու խաբեություններ, որը որ ծուղակը նետեց հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ասեմ ինչու։ Որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խորհրդարան անցած ընդդիմությունը ոչ լեգիտիմ է, նշանակում է ընտրություններն են ոչ լեգիտիմ։ Եթե ընտրություններն են ոչ լեգիտիմ, իշխանությունն էլ է ոչ լեգիտիմ։ Հետևաբար, այստեղ նաև աշխարհաքաղաքական հանգամանքը կա, մենք պետք է փաստենք արդարացիորեն, որ տարածաշրջանային եւ գլոբալ իրողությունները աներկբայորեն ազդում են մեր ներքին քաղաքական գործընթացների վրա։ Այս տարի աշնանը ակնկալվում են խոշոր տրանսֆորմացիաներ։ Ինչ կոնտեքստում։ Ես ռեգիոնալ կարծում եմ, որ Ուկրաինային կհաջողվի վերահսկողություն հաստատել Ղրիմի նկատմամբ։ Նման կասկածում եմ։ Համարձակ կանխատեսում եմ։ Համարձակ է, ես միշտ համարձակ կանխատեսումն է, երբ որ ես 2021 թվականի հանրայինի եթերում ասացի, որ մենք հապկից պետք է դուրս գանք, դա պատերազմից անմիջապես հետո էր, դեռևս մարդիկ կային, որ հիմա հապկից դուրս գալու համար իրենց ճղում են, բայց այն ժամանակ բավականին հապկի հանդեպ լոյալ արտահայտություններին անում։ Ինձ հանրայինում նույն կերպ ասեցին շատ համարձակ արտահայտություն եք անում, վախենալու չի։ Ոչ, իրողություններին նայեք։ Եթե Ռուսաստանը ռազմավարական պարտությունը արդեն կրել է, որը որ սուբլիմացվի գետնի վրա, իրականություն դառնա եւ Ռուսաստանը ջախջախվի, այս միկրո գոսդուման, գասուդարստվենե դուման, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է, ժամանակավրեպ է դառնում։ Մեկը այն, որ դուք ձեր հարցադրման մեջ ասեցիք, որ Նիկոլ Փաշինյանը արևմտյան ուղղությունը սպասարկող ուժ է, դա այդպես չի։ Չէ, ես նկատի ունեի ԵՄ-ի անդամակցության մեկնարկ նախատեսում, որոնք իրենք են անգամ հեռախոսազանգը Պուտինի հետ դա փաստեց։ Ասեց մենք չենք էլ ներկայացրել հայտ Եվրամիությանը անդամակցելու։ Երբ որ կներկայացնենք, նոր հանրաքվե պետք է իրականացնել, բայց հանրաքվե անգամ այդ պարագայում չի կարելի իրականացնել։ ԵԱՏՄ որ մտակ հանրաքվե արեցիք, եվրոպական ուղղության համար հայ ժողովուրդը քվե էր տվել։ Տեսեք, ներողություն, իսկ ռուսական այդ պատժամիջոցները հայաստանյան տնտեսվարողների կամ տնտեսության հիբրիդային պատերազմ է սա։ Դա ոնց է դուք տեղավորում Հայաստանի ներքաղաքականության մեջ։ Ես տարբեր բաներ եմ լսում, որ դա աջակցություն է արժե անցած ընդդիմությանը, որ դուք այսպես ասենք առիթ կունենաք փողոց դուրս գալու, բունտ կառաջանա եւ այլն, կամ մի կողմից էլ որ Փաշինյանի վրա ճնշում է, որ ԵՄ-ի հետ այդ խաղերը թարգեք, դուք ինչ եք տեսնում եւ սա ոնց է ազդել ընդհանրապես ներքաղաքական դասավորության վրա։ Հիբրիդային պատերազմ Ռուսաստանի համար մեծ հաշվով էական չի ներկայում Հայաստանի Հանրապետությունում իշխանության ով է, Նիկոլ Փաշինյանը, թե Սամվել Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Կարապետյանը լիներ, էլի կշարունակեն պատժամիջոց։ Պատժամիջոցները միանշանակ պատերազմի համատեքստում է սա գնում։ Միակ տարբերակը, որ պատժամիջոցները դադարեն, դա միութենական պետության կազմ մտնելն է։ Տոտալ վերահսկողություն վերականգնելն է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը կգնային այդ ճանապարհով, կդադարեր պատժամիջոցները։ Բայց եթե չգնային այդ ճանապարհով, հիբրիդային պատերազմը շարունակվելու էր։ Հիբրիդային կարող է եւ չգնային, գիտեք ինչի կարող է չգնային։ Որտեղ նրանք շատ լավ գիտեն, որ եթե Հայաստանը մտներ միութենական պետություն, իրանք
ռուսական դաշտում գործող օլիգարխների հանդեպ մրցունակ չէին լինի։ Տեղի օլիգարխները կոչնչանային, տեղն ու տեղը, դրսի կապիտալը կգար ամեն ինչ տեղ կզավթվեր, իրանք կդառնային ուղղակի հաց հավաքողներ։ Գուցե եւ անձնական մոտիվներից ելնելով փորձեին մանևրել, բայց այդ հիբրիդային պատերազմը շարունակվելու էր Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչու՞։ Որտեղ Ռուսաստանի Դաշնությունը խնդիր ունի այսօր։ Ես քիչ առաջ ասացի, որ ուկրաինական ռազմաճակատում լիարժեք հնարավորությունները նախապատրաստվել են Ղրիմի հետ վերադարձի։ Հարազատ նավահանգիստ, այդպես են ասում, չէ՞, Ռադնայա գավեն։ Հա, եւ արտասվում էր Պուտինը։ Այո, դե հիմա Ուկրաինան այդ շանսերը ունի։ Ես առաջիններից մեկն եմ եղել կրկին ասեմ, որ ես ասում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը երրորդյա գործընթացում եթե չհաջողվեց Կիևը գրավել, պատերազմ չի հաղթելու։ Որտեւ այն մոտեցումները, որոնք որ Ռուսաստանում կան, դա հաղթանակի մասին չի։ Ընդ որում եկեք մի պարզ ճշմարտություն հասկանանք։ Բռնատիրական համակարգերում ճշմարտությունը վերին օղակները չեն իմանում։ Այո։ Նրանց զեկուցում են ուրիշ բան, իրականությունը ուրիշ բան է։ Նրանց զեկուցել են, որ այդ Ռիվոկով միջև Պորտուգալիա կգնա, այլու մնաց միջև Կիև։ Պարոն Սիմոնյան, տեսեք, անկախ ներքին քաղաքական կողմնորոշումներից երևի թե մենք արտաքին ազդեցությունների նկատմամբ պետք է ունենանք գոնե մեկ միասնական տեսակ, ասենք Ադրբեջան, եթե պատերազմը ազգային գործիչներ են, այո, բոլորը, այո։ Եթե Ադրբեջան պատերազմը հետո չեն ասում ընդդիմություն է, իշխանություն է եւ այլն։ Նույն ռուսական այս պատժամիջոցները, հա, որ հիմա շարունակվում են, դա ում դեմ է, դա Փաշինյանի դեմ է, դա իմ դեմ է, ձեր դեմ է, հայ ժողովրդի դեմ է։ Հենց Փաշինյանի գոյությունն էլ հայ ժողովրդի դեմ իրականացված օպերացիա է։ Հայ ժողովրդի դեմ։ Ոնց եք բացատրում։ Բացատրում եմ հետեւյալ կերպ, որ հայ ժողովուրդը ունենալով մտավոր այնպիսի ներուժ եւ աշխարհասփյուր հայության համատեքստում այնպիսի ներուժ, որ կարող է գործոն դառնալ տարածաշրջանում, մեծապես վնասելու էր ռուս-թուրքական պայմանավորվածություններին եւ ամբիցիաներին։ Այսինքն երրորդ կարևոր խաղացող էր առաջանալու Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար տարիներ շարունակ, սկսած 90-ականներից Հայաստանի Հանրապետության վերնախավում նշանակվել են այնպիսի անհատականություններ եւ դրանք ընտրություններով չեկած են։ Գուցե եւ բացառությամբ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունների առաջին ընտրությունների этаպը եւ Նիկոլ Փաշինյանի 2018 եւ 21 թվականների վերընտրվել, այս 26-ը կասկածելի է խիստ կասկածելի է։ Այս համատեքստում Ռուսաստանին օգտակար էին ընտրանում այն տիպաբանությունը, որը որ մենք տեսել ենք։ Ընդ որում այս իմ արտահայտությունը, որ ես ասում եմ, որ սկսած Ղարաբաղյան կոմիտեի ինչ-որ մի этаպից перехват արվեց process-ները եւ արդեն ռուսական ուղղությունը սպասարկող ռեագենտները սկսեցին ներքին քաղաքական դաշտի այդ ամբողջ համակարգը ներկայացնել, որոշ քաղաքական գործիչներ վիրավորվում են, հաշիվներ են պահանջում, ընդ որում սա վերջին անգամը, որ ես ինձ թույլ եմ տալիս ինչ-որ քաղաքական գործիչների արտահայտություններին եթերով պատասխանել, որովհետեւ դա էթիկապես գեղեցիկ չի, առավել եւս երբ որ պրիվատ զրույցների ժամանակ ես ասել եմ, եթե ես քեզ ասելու բան ունեմ, կզանգեմ կասեմ, եթերով չեմ անդրադառնա, առավել եւս եթե քո կերպարը որոշակի չափով իմ մոտ հարգանքի չափաբաժին ունի, նկատի ունենալով այն, որ պարքար է տարի Հայաստանի Հանրապետության անկախության համար, զրկանքներ տուժեր եւ բանտ է տեսել եւ այլն եւ այլն։ Հիմա այս հանգամանքում ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության նորանկախ շրջանում մարտիկներ եղել են, որ Հայաստանի Հանրապետության համար պայքարել են։ Նույն Շանթ Հարությունյանը, նույն Մովսես Գորգիսյանը, նույն Պարույր Հայրիկյանը, նույն Ազատ Արշակյանը, Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմերչյանը, բայց ինչ եղավ։ Այդ համակարգը, որը որ բռնազավթվել էր Հայաստանի Հանրապետությունում եւ շարունակում է հենթացս ընթանալ, ոմանց բանտ նետեցին, ոմանց սպանեցին, ոմանք իրանց մահով մահացան, հարաբերական արդյունքներ գրանցած, ոմանց որոշներին առան, մի մասն էլ հիասթափվեց, փախավ, դուրս եկավ, մյուս մասն էլ չի հիասթափվել, զրկանքները կրելա, շարունակում է մնալ։ Հիմա սա ինչ հարց է, որ պետք է անդադ մանրամասնենք։ Ուրեմն այն ժամանակ, որ ասում եմ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից ռուսական ուղղությունը սպասարկող քաղաքական համակարգ ենք ունեցել, ես պետք է մինուս պլյուս անեմ, թե ում եմ դրա մեջ համարում, ում չեմ համարում։ Վերլուծական միտք ունեք, հասկացեք։ Կամ էլ չեք ուզում հասկանալ գուցեին որակների վրա եք կասկածում, դա արդեն ին որակների մասին չի, դա ձեր ընկալողունակության մասին է խոսում։ Հետևաբար, եթե իրոք կասկած կա, որը որ անհրաժեշտ է հարթելու, մարդիկ, որոնք որ պետք է իմանան, իմ կոնտակտները գիտեն, զանգեք զրուցեք, երբ որ ես եմ հարց ունեցել, ես զանգել զրուցել եմ։
Ես հասկացա, սա արձագանք էր ինչ որ մի տեսակետի, որ հնչել էր ձեր ուղղությամբ։ Հա, մի բան էլ ասեմ, ներողություն եմ խնդրում։ Ինչ վերաբերում է մենք ընդունում ենք Լենին-Աթաթուրք պայմանագիրը թե չէ, էլի ուշադիր եղեք։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը մեկն է։ Ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին, բռնազավթվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, վերաանկախացման հռչակագիրը ստեղծվել 1990 թվականի օգոստոսի 23-ին, վերաանկախացման հանրաքվեը իրականացվել 91 թվականի սեպտեմբերի 21-ին, աշխարհը կրկին վերաճանաչել է Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը 1992 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այդ ասող մարդը խորհրդային միության ժամանակահատվածում որևէ տարածքային խեղումների մասին սոլիդարություն կարող է համարել, հայտարարել, դա բացառվում է ոչ սովետական միության տարածքային խեղումները, որոնք որ պարտադրվեցին մեջ, ոչ էլ առավել ևս Լենին-Աթաթուրք պայմանագիրը մենք չենք ճանաչում եւ դա չի կարող որևէ ազգային ուժ ճանաչի աճ կենտրոնամետ։ Պարոն Սիմոնյան, ինչքանով է այսօր Հայաստանի, ասպես ասենք, ռազմավարական ապագայի հարցը դրված։ Գիտեք ինչ նկատի ունեմ, ոչ միայն արտաքին անկախ քաղաքականություն վարելու դիվանագիտական, քաղաքական, տնտեսական եւ այլ ռեսուրսներ գեներացնելու առումով, այսինքն դու ունակ ես որպես պետություն քո շահերը նախ ձևակերպել, ապա նաեւ գործընկերներ գտնել, ինչքանով կա այսօր երկընտրանքի հարց Ռուսաստան, թե ԵՄ, ԱՄՆ, թե դա այսպես կեղծ ինչ որ ընտրանք է, կա այդպիսի Փաշինյանը խնդրի մեջ է հիմա։ Շատ մեծ խնդրի մեջ է։ Դա հնարավոր է, բայց դա շատ մեծ խնդրեմ է։ Հիմա ես Փաշինյանի խնդիրները ասեմ, թող խորը մտածեն այդ ուղղությամբ։ Առաջին հերթին, եթե աշնանը այդ տրանսֆորմացիաները իրականացան, ընդ որում Միացյալ Նահանգներում էլ կոնգրեսի ընտրություններ, այնտեղ էլ են փոփոխություններ սպասում։ Եվ եթե իմ ասած թռիչքային զարգացումները եղան, այդ շարունակական, եկող տարի գարնան արդեն իրողություն է փոխված լինելու։ Գոսդումայի մինի պրոբնիկով հեռու չես գնա, եղբայր։ Արտահերթ ընտրությունների մասին մտածիր, բայց այդ արտահերթ ընտրությունները ոչ թե պետք է լինեն ինքնանպատակ, այլ դա լուստրացիայի նախերգանք պետք է լինի։ Լուստրացիա պետք է արվի քաղաքական գնահատական առաջին նախագահի կառավարման տարիներին, քաղաքական գնահատական երկրորդ նախագահի կառավարման տարիներին, երրորդ նախագահի կառավարման տարիներին։ Քո կառավարման տարիների քաղաքական գնահատականը քեզնից հետոները կգան կանեն։ Դա անում ես, թույլ չես տալիս, որ այդ ուժերը ընտրական գործընթացներում մասնակցեն, ընդ որում ոչ թե քաղաքական որոշմամբ, այլ սահմանադրական դատարանի մեթոդով։ Եվ ձևավորվում է հնարավորություն, որ առողջ ընտրանքները կարողանան մրցունակ երևալ եւ անհարկի քաղաքական աղմուկ չստեղծել ահռելի փողերի միջոցով, որ այդ մարդիկ էլ շանս ունենան, հնարավորություն ունենան այդ Գոսդումայի մինի պրոբնիկը այլևս գոյություն չունենա, մեկնարկի նոր իրողությունների ազգային ժողովի գործունեություն։ Եվ մյուս խնդրեմը Նիկոլ Փաշինյանի որն է, որպեսզի դու ռազմավարական դաշնակիցներ ձևավորես ու սկսես խնդիրներդ լուծել, քեզ 3 բան է հարկավոր։ Թերթիկին բոլոր եթերները կտեսնեք, ես այս տարիներ շարունակական նույն բանն եմ ասում։ Համակարգեր, կադրեր, ռազմավարություններ։ Եթե քո համակարգը այն համակարգն է, որ այսօր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգն է, մոռացի, որ դու արդյունավետ կառավարում ես իրականացնելու։ Եվ եթե քո կադրերը այն կադրերն են, որոնք որ հիմա կան, առավել եւս վերջին 8 տարում արդեն կոմֆորտի զոնայում հայտնված եւ դադարած տեսնել այն խնդիրները, որոնք որ կային օբյեկտիվորեն, իրենք փաստացի ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք որ բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող գերատեսչությունների ղեկավար դարձան, 8 տարի էլ այդ ղեկավարի պաշտոնում մնացին, ավելի չակերտավոր ասած այլասերվեց նրանց մոտեցումները, որովհետև դադարեցին իրականությունը տեսնել։ Նախկինում եթե ինչ որ չափով տեսնում էին լուծման մեթոդներ, չէին կարողանում գտնել, հիմա ոչ էլ տեսնում են։ Մարդկանց պետքա փոխել։ Եվ ընդ որում մի շեշտադրում էլ, եթե Նիկոլ Փաշինյանը նաև անձնական անվտանգության հարց է լուծում, սա շատ կարևոր է, որտեղ բոլոր առաջնորդները այդ հարցը պետք է լուծեն։ Արտահերթ խորհրդանական ընտրությունները երբ որ կհայտարարի, քաղաքացիական պայմանագիր եթե կցանկանա մասնակցել, վարչապետի տեխնացուն իրենց պետք է փոխված լինի, ուրիշ մարդ պետք է լինի։ Չի կարա միևնույն անձը 4 անգամ առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Բայց արտահերթ ինչու պետք է հայտարարի։ Ասացի, որտե մինի պրոբնիկն է։ Չէ, դա հասկացա, բայց հիմա եթե Ռուսաստանում կարգավիճակը փոխվեց, Ռուսաստանը առհասարակ կտրվեց Կովկասյան լեռնաշղթայից հարավ, վերջ, չկա, մեռել է։ Այսինքն Ռուսաստանի թուլացման հետ եք դուք շահ կապում այդ ձեր ասած ռուսամետ ուժերի չեզոքացման հարցը։ Եթե նրա կոլաբորացիոնիստներով դու էլ հետը գնացել լցվել ես այնտեղ, դառնում եք միանգամից անտեր։
պետք է նոր տեր որոնեք, ազգային օրակարգով ուժեր պետքա գործառնվեն։ Հայաստանակենտրոն ուժեր պետքա գործառնվեն։ Այն մարդիկ, ովքեր որ զանգել քեզ բան են ասել, էլ չեն զանգում ենթադրենք։ Այդ պայից վերջ նոր իրողություն է, նոր աշխարհի հետ է զբաղվում։ Այս ազգային ժողովը կարողանալու է նոր աշխարհի հետ հաղորդակցվել, եփած հավի ծիծաղն է գալիս։ Եփած հավի ծիծաղն է գալիս։ Նախ դուք հասկանալի չեք, որովհետև դուք արդեն պարտված ջախջախված ուղղության ներկայացուցիչների կարգավիճակը ունեք օտարի աչքերում։ Ձեզ հետ ո՞նց պետք է շփվեն։ Փաշինյանը 727,000, իսկ երկու դիմադիր ուժի մոտ 480,000 մարդ ընտրեց։ Խիստ կասկածելի ինձ համար, ոչ լեգիտիմ ընտրություններում ինչ ասես կարային լինեին։ Իսկ դա դուք դիտարկում եք ռուսամետության կամ, չգիտեմ, արևմտամետության։ Բացարձակ, մեր ժողովուրդը նման կատեգորիաներով չի ընտրություն կատարում։ Չի կատարում, չէ։ Ժողովրդի 80%-ից ավելին իմ գնահատմամբ եվրոպական ուղղությունն է ջատագովում, առավել եւս ավակ սերունդը, որտեվ հաղորդակցվել են, տեսել են, գիտեն ինչա։ Մեր ժողովուրդը այդ կատեգորիաներով չի ընտրություն կատարում։ Այս ընդդիմության կերպարներին, որոնք որ գնացել ձայն են տվել, ռուսական ուղղությանը ձայն չեն տվել, Նիկոլ Փաշինյանին ձայն չեն ուզեցել տան։ Այսինքն կես միլիոն ռուսամետ չունենք։ Չէ, չկա, վստահաբար չկա։ Մեր ժողովուրդը այդ կատեգորիաներով ընտրություն չի կատարում։ Գնացել են դեմք փոխեն։ Ընդդեմ Փաշինյանի Փաշինյանի։ Հիմա Փաշինյանի մեղքն էր, որ այդ ուժերը կարողացան ընտրական գործընթացներում մասնակցեն։ Քո մեղքը չի, եթե դու հայտարարում ես, որ նրանք օտար պետությունների կոլաբորացիոնիստներ են, ինչ որ ասում ես հրեշների 3 գլուխներ են ու պոչիկներ, բա ես պետք է գնայի արգելափակեի։ Ընդ որում այդ խոսույթը տեղ գտավ այնտեղ։ Ես էլ կոնկրետ հարցադրումները ասացի, որ ոչ ժողովրդի կողմից համապատասխան քվե ունեցել ենք երբևիցե, ոչ հատուկ ծառայություններ կան ձեռքներիս տակ ինֆորմացիան հոսում է, մենք էլ ամեն ինչից տեղյակ ենք, այնպես չի որ ամեն ինչից տեղյակ ենք, այն ինչ որտեղ ասում ենք, դա կասկածների մակարդակում է, բայց դու փաստացի գիտես, չէ՞, որ ասում ես։ Ոչ էլ պատասխանատվություն ունենք ընտրությունների կազմակերպման գործընթացը պատշաճ իրականացնելու։ Այդ անհատականությունը տվյալ պահին դուք եք։ Դուք էլ նախաձեռնեք։ Նախաձեռնեիք։ Այդ պահին արդեն ուշ էր ամեն ինչ։ Դուք բարձրացնում եք Հայաստանակենտրոն ընդդիմության կարևորությունը եւ իշխանության, հա, ես նկատի ունեի այսպես այս ընդդիմությանը ազգային օրակարգով ընթացող ուժերի ժամանակներում։ Ո՞րն է ձեր մտահոգությունը այսօրվա դասավորության դեպքում։ Ասացի, որ ռուսական մոդելի փոքրիկ ձևաչափն են ստացել, որը աշնանից հետո արդեն ժամանակավրեպ է լինելու։ Այդ ազգային ժողով դու չես կարող վճռորոշ հարցերի գնաս, լուծումների գնաս եւ այլն, դա քեզ հնարավորություն չի տալիս։ Այդ չէ Ռուսաստանի ազդեցության գործիքակազմ են ներկայացում այդ ուժերը։ Դա ուժերը բացառապես գեներացված են Հայաստանի Հանրապետությունում, բացառապես այդ նախկին քաղաքական համակարգի հարացույցը շարունակելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ է ընդ որում նախկին քաղաքական համակարգի ծնունդը եւ շարունակողը։ Նախկին քաղաքական համակարգը կոպիտ ասած անտեր է մնում։ Իսկ այդ նախկին քաղաքական համակարգի կուրացիան շատ լավ գիտենք որտեղից էր գալիս։ Ամեն դեպքում մենք ծայրագավառ եղել էինք ու դեռ այդ իներցիայով գործընթացը շարունակվում է մնալ։ Եթե մենք ճիգ չգործադրենք, ազատագրվենք իրականում նորմալ ազգային պետություն կայացնենք, նորմալ համակարգերով, ազգային ինստիտուտներով, դիվանագիտական կորպուսով, անվտանգային համակարգով, նոր ռազմավարական դաշինքներով, նոր պատշաճ արտաքին քաղաքականությամբ, մենք շանս չենք ունենալու նոր աշխարհում գոյություն ունենալ, եթե մենք այդ տրանսֆորմացիաներն ու ռեֆորմները չանենք։ Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը ընտրանու բացակայությունն է։ Էլիտաներ չեն կայացել Հայաստանի Հանրապետությունում եւ էլիտաներ չեն էլ եղել ազգային էլիտաներ որպես այդպեսին։ Պատառիկներ խորհրդային տարիներին եղել են անհատականություններ, ոչ որ ազգային գործեր արել են, բայց գլոբալ մասշտաբի մեջ դա չէր կարող լինել, որտեղ մենք անկախ չէինք։ Առաջին հանրապետության ժամանակն էլ պատառիկներ, անհատականություններ կային, բայց որբերի եւ սովյալների Հայաստանը այդ հնարավորությունը չէր ունենա։ Անկամ այն ժամանակ Խատիսյանն էր ասում, չէ, որ անկախությունը մեր դուռը թակեց, բայց սովետահպատակից եւ օսմանահպատակից քաղաքացի չկարողացան կերտել։ Եվ ես կարող եմ էլ ավելի հետ գնալ,
մինչև անի Բագրատունյանց իշխանության անկում, ել ավելի հետ կարամ գնամ, թե ինչ տեղի ունեցավ, որ ինչ ռեֆորմներ պարտադրվեցին Հայաստանի Հանրապետությունը, որ արքայական եւ իշխանական դասը սկսեց խեղվել։ Մենք ընտրանաթափ ենք եղել միշտ։ Իսկ նոր անկախ ժամանակահատվածը մեզ համար ջերմոցային իրավիճակ էր, որ ընտրանի պետք է կայանար Հայաստանի Հանրապետություն, թույլ չտվեցին։ Հիմա ժամանակն է։ Եթե հիմա հայ ժողովուրդը տաղանդն ու ջիղը չկիրառեց, հնարավորություն չի ունենալու անկախությունը պաշտպանել։ Հնարավորություն չունեցավ անկախությունը պաշտպանել, ցեղասպանության մյուս դուբլները կյանքի են կոչվելու։ Այսինքն պետականություն ունենալը մեզ համար ինքնանպատակ չի։ Պետականություն ունենալը մեզ համար անվտանգային գլխավոր թիվ 1 խնդիրն է լուծում։ Մեր պահպանությունն ու պաշտպանությունը մեր իսկ բնորանում։ Հասկանալի է, դա ռազմավարական, այսպես ասենք, հարցադրում է կանում եւ մի քիչ քայլերն էլ ասեցի ինչպես միջնաժամկետ Չէ, քայլերը ասեցի Նիկոլ Փաշինյանը եկող տարի արտահերթ ընտրությունները նշանակում են լուստրացիան անումը Սահմանադրական դատարանը արգելում է որոշ քաղաքական ուժերի որոշ անհատականությունների մասնակցել քաղաքական գործընթացներում, ժողովրդին կեղծ ընտրանքից ձերբազատում են։ Ժողովուրդը արդեն առերեսվում է իրական ընտրանքներին։ Իրական ընտրանքներին նկատի ունենալով նոր ազգային ժողով է ձևավորում ու սկսում են քայլ առ քայլ հանգուցալուծել Հայաստանի առաջ կանգնած խնդիրները։ Ընդ որում Հայաստանի շնորհապետական կուսակցության տնտեսության հարցերով մշտական հանձնաժողովը վերջերս ընդլայնված նիստ հայտարարեց, որպեսզի Հայաստանի Հանրապետության արտահանման շուկաների հետ կապված որոշումներ եւ լուծումներ փնտրենք։ Հրավերներ գնացին Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, ինչի չմասնակցեցին, նոր քաղաքական մշակույթին պատրաստ չեն, բայց ձևով ոնց են փորձելու երկիր կառավարեն։ Ոնց դուրս գալ այս վիճակից։ Ռուսաստան, Հայաստան, տնտեսական Գորձյան հանգույցը հատել է պետք։ Հատել Հապկից դուրս է պետք գալ, ԵԱՏՄ-ից դուրս է պետք գալ եւ սկսել արդեն բիզնեսի հետ աշխատել։ Բիզնեսի հետ գործ չեն անում։ Պետությունը պետք է պարարտ հողը ստեղծի եւ մենթերի կարգավիճակով ձեռքներից բռնի սկսի բարձրացնել։ Կրթություն տրամադրի, հոսքագիծ տրամադրի, հազար ու մի բան, եթե կրթությունը դու չես կարողանում տրամադրել, ենթակառուցվածքը հարթիթով բիզնեսը իր պերսոնալին, իր աշխատողներին տանի եվրոպական ստանդարտներով վերապատրաստումներ իրականացնի, վերադառնան այստեղ նոր տեխնոլոգիական հոսք դնեն։ Ստանդարտների քաղաքականություն չի իրականացում Հայաստանի Հանրապետությունում։ Առավել եւս սննդամթերքի շուկայում։ Դուք գիտեք, որ գյուղ ոլորտի 90%-ը ֆերմերային տնտեսություններ չեն, այսինքն մի անհատականություն չի, որ հեկտարներով հող է մշակում, այլ գյուղացիական դասն է։ Իսկ մեր գյուղացիների զգալի մասը առայժմ տերև եւ խոտ է այրում հողամասերում, ոչնչացնելով այդ հողի միկրոֆլորան։ Մինչդեռ այդ բնական պարարտանյութի նյութի գիտելիքներ պետությունը կարար չէ կազմակերպել գյուղացին իմանար սելիտրայի տեղը օրգանական հիմքի վրա պարարտանյութ կարար տալ չթունավորվեինք, այո, եւ չթունավորեինք։ Հա, բայց ամենակարևորն է չթունավորվեինք։ Հիմա դե եթե այդ գործընթացները կա, մենք էլ ծավալել ենք, չենք ծավալել այնտեղ որ ենթադրենք, ես վստահ եմ ոչ թե առամարել չեն եկել, այլ քաղաքական որոշում չկա, վախեցել են վերադասի հրահանգից։ Իսկ լուծումների եկակ Հիմա դե ես կոչ եմ անում իրանց վերադասին, ձեր այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, որ դուք հանդիպումներ եք անում մշտական ու ժամանակավոր հանձնաժողովների ղեկավարներ եք նշանակում, դիրեկտիվա իջացրու, ասա որ եթե ընդդիմադիր դաշտում առողջ ուժեր միջոցառումներ են կազմակերպում Հայաստանի Հանրապետության դեմ ծառացած խնդիրները լուծելու նպատակով հրավերներ են գալիս իրենց կողմից, մի մերժեք, քեզնից վախենալով չեն գալիս։ Ոնց կարելի է այտենց։ Շնորհակալ եմ պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն։ Համար Factor TV-ում հյուրընկալել են Գուրգեն Սիմոնյանի։